Իրենց մասնագիտական տոնն են նշում մեր շատ սիրելի բուժքույրերը, մարդիկ, ովքեր գիշեր ու զօր աշխատում են հանուն առողջության։ Բժիշկների հետ մարտնչում են վիրահատարաններում ու ռազմի դաշտերում։ Մեր տաղավարում են Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի ստացիոնար բաժանմունքի բուժքույր Արաքսիա Հակոբյանն ու մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Ռեբեկա Մանուկյանը։ Բարի առավոտ, շնորհավորում եմ ձեզ, ձեր գոլեգաներին, մաղթում ենք ձեզ միմիայն առողջ եւ առողջացող պացիենտներ, լավ վերաբերմունքով ժպիտով մարդիկ, որոնց որ դուք արժանի եք բնականաբար։ Պիտի շատ տրամաբանական հարց ընջի։ Ինչպես ընտրվեց այս մասնագիտությունը, այո։ Շնորհակալություն շատ, շնորհավորում եմ, նախ շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալել եք, շնորհավորում եմ մայիսի 12-ը այո բուժքույրերի միջազգային տոնն է, շնորհավորում եմ բոլոր բուժքույրերին, հանձինը շնորհավորում եմ արյունաբանության, Յոլիանի անվան արյունաբանության, ուռուցքաբանության կենտրոնի բոլոր բուժքույրերին, միշտ եղեք այդպես հոգատար, միշտ եղեք այդպես համախմբված, սիրենք միմյանց և լինենք մեր բուժարուների կողքին։ Ապրեք, շատ լավ սկսեցինք, այո։ Երևի սենց եք բուժում եք, չէ՞, հիվանդներին, առանց սրսկելու, առանց սիստեմաների, երկու բառ խոսում եք, բուժվում են, այո։ Դե էմոցիաները շատ կարևոր են։ Մենք դեռ կգանք էմոցիաներին, բայց ինչպես ընտրեցիք այս մասնագիտությունը, տանը կային բժիշկներ, թե ինչպես ստացվեց։ Այս մասնագիտությունը ճիշտ ասած ընտրել եմ, տատիկս բուժքույր էր եւ ինձ շատ դուր էր գալի իր օգնությունը, հա, բոլորի նկատմամբ ոնց էր բուժում, ոնց էր ինչ հարգանք ուներ, այդպես ես էլ որ մեծացա, ուզեցի դառնալ բուժքույր, ընտրեցի այս մասնագիտությունը Եվ այս մասնագիտությունը ընտրելով շատ սիրեցի, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, այս մասնագիտության հետ մեկտեղ պետք է լինենք միշտ մեր բուժարուների կողքին, իրենց հետ լինել հոգատար, ինչքան հոգատար ես լինում բուժարուի կողքը, բուժարուի հետ, այնքան իրենք ստրեսը իրենց մոտ նվազում է, լինում ենք հոգատար, լինում ենք շատ իրենց հետ մոտիկանում ենք շատ ջերմ, Արաքսիա, դուք արդեն իմ երկրորդ հարցին եք սկսում պատասխանել, եկեք Ռեբեկայից էլ ճշտենք, այո։ Ռեբեկան ավելի երեխաների հետ է աշխատում, ինչպես հասկացանք, ինչ առանձնահատկություններ պիտի ունենա բուժքույրը, որ աշխատում է երեխաների հետ, որտեղ նրանք շատ անգամ չէ, ինչպես մենք գիտենք, կամակոր են լինում, լաց կան։ Երեխաների փոքր ավելի բարդ է աշխատանքը, ունենք փոքր հասակի երեխաներ, ովքեր դեռ չեն կարողանում խոսել, արտահայտել իրենց գանգատների մասին, արտահայտում են ամեն ինչը լացի միջոցով, ու այս ժամանակ շատ մեծ դեր ունի նաև իրենց մայրիկների աջակցությունը, մայրիկները ինչպես կօգնեն մեզ եւ իրենց եւ այսպես Եվ շատ անգամ հանդիպում եք օգնող մայրիկների եւ շատ անգամ խանգարող մայրիկների, ինչպես մենք գիտենք։ Եվ օգնում են եւ մայրիկ խանգարում են, բայց մայրիկներն են միևնույն է։ Ռեբեկա, ինչպես ընտրեցիք դուք մասնագիտությունը, Արաքսիան ասաց, որ տատիկը բուժքույր է, ձեր տանն էլ կային բժշկական անցյալ կա։ Այո, քույրս նույնպես բուժքույր էր, ու փոքր հասակում իր հետ շատ էր ինձ տանում հիվանդանոց, տեսնելով այդ ամեն ինչը, ինչպես են հոգ տանում բուժարուների մասին, խնամքը, ես էլ սիրեցի ու որոշեցի դառնալ։ Բուժքույր ոչ բոլորը կարող են դառնալ, թե բոլորը կարող են դառնալ բուժքույր, ինչ առանձնահատկություններ, ինչ կարևոր հմտություններ, ինչ մարդկային որակներ պիտի ունենա հենց բուժքույրը։ Բուժքույրը պետք է ունենա հմտորեն, հա, տեխնոլոգիական այդ տեխնիկական հմտություններ պետք է ունենա, տեխնիկական հմտություններ պետք է ունենան, ջերմություն պետք է շատ նվիրեն, հա, իրենց բուժարուներին, այո, այդ բժիշկ եւ բուժքույր պացիենտ հարաբերությունը, հա, դա մի կամուրջ է, որ պետք է լինենք իրենց կողքին, որպեսզի ամեն ինչ ճշգրիտ եւ ճշգրիտ եւ չվնասող լինի, բնականաբար, չվնասող լինի մեր հիվանդներին։ Դուք աշխատում եք տարբեր տարիքային խմբերի հետ, ինչ առանձնահատկություններ ունեն տարբեր տարիքները։ Այո, տարբեր 18-ից մինչև բարձր տարիքի խմբի հետ ենք աշխատում։ Մեծահասակների հետ մի փոքր դժվար է աշխատելը, հա, իրանք շատ մի քիչ դյուրակրկիր են լինում։ Իրանք հետ, այո, պետք է շատ հոգեբանորեն մոտիկանալ։ Ճիշտ է, մենք ունենք մեր կենտրոնում արյունաբանության հոգեբան, մեր հոգեբանը Նայրա Սիմոնյանը, որ շատ բոլոր բուժարուների հետ անհատական աշխատում է,
Եվ բացի այդ մենք էլ նույնպես հոգեբանորեն ենք մոտիկանում ենք իրենց հետ այնպես, որ իրենց լավը զգան, իրենք հանգիստը զգան, ինչքան էլ իրենց խնամողը ինչքան իրենց ասում է դուք լավ եք լինելու, հես առողջանալու ենք եւ այլն, բայց իրենք ուզում են դա մեզնից լսեն, հա, բուժքրոջից լսեն, որովհետեւ բուժքույրը բացի այն, որ կատարում է բժշկի նշանակումը, նաեւ իրենց հետ անընդհատ զրույցի մեջ է լինում, հա, իրենց հետ կատակում ենք, իրենց հետ զրուցում ենք, իրենց հանգստացնում ենք, իրենց ասում ենք, որ իրոք իրենք բուժվելու են ու իրոք բուժվելու են մեր հիվանդները, բոլորը լինելու են իրենց նույն առօրյայով ապրելու են մի ընթացք է սա, հա, մի երկարատև բուժում է, որ բուժվելու են ու շատ ամեն ինչ շատ լավ է։ Այ օրինակ, երբ Արաքսյան մեծահասակներին է մոտենում, սա նրանց համար նաև որպես ավետիս կարող է լինել, ահա եկավ բժշկուհին, ինչ են ասում իմ մասին, ոնց եմ ես լինելու, ի տարբերություն երեխաների, որ երբ սպիտակ խալաթ են տեսնում, միանգամից խառնվում են իրար, այո։ Այ բուժքույրը ինչպես պիտի լեզու գտնի, ինչպես պիտի կոտրի այդ կարծրատիպը կամ չգիտեմ, ինչպես պիտի մխիթարի երեխաներին հանգստացնի, որ այս սպիտակը բոլորովին վախենալու չէ։ Մենք սպիտակ խալաթ չենք հագնում, կարևոր է, որպեսզի երեխաները չվախենան։ Ապշտ խաղային միջոցներով ենք մոտենում, դեռահասներին կարծիք ենք հարցնում, այ օրինակ որտեղից կուզենաս ներարկումը կատարենք, ինչպես անենք, մի փոքր ավելի իրենց կարծիքը հաշվի ենք առնում դեռահասներին, իսկ փոքր երեխաներին փորձում ենք ապշտ ծնողնել է աջակցում ու այդ հաղթահարում եք այդ իրավիճակը։ Ես կխնդրեի եւ կուզենայի, որ դուք հիշեք ձեր ամենաառաջին աշխատանքային օրը, երբ գնացիք, բացի այն, որ դուք պրակտիկա եք գնում բնականաբար, հետո դա ուսանողական ընկերով գնում եք այս հիվանդացում, այն հիվանդանոցում, բայց երբ արդեն անկախ եք ձեր ուսանողական ընկերներից եւ առաջին անգամ գնացել եք աշխատանքի, այ ինչ եք հիշում, ինչ է տպավորվել ձեր մեջ, ես կարծում եմ սա այն դեպքն է, որ կյանքում չես կարող մոռանալ։ Հա, ինչ եք հիշում առաջին օրվանից։ Առաջին անգամ, որ ես արդեն աշխատում էի բուժառուների հետ, ճիշտ է, շատ լարված ես լինում, ուզում ես ճիշտ անել այդ ամեն ինչը, հա, այդ աշխատանքը, չէ, փոքր քիմիոթերապիայի բաժանմունք է, պետք է ամեն ինչ անել ճիշտ, ճշգրիտ, ինչպես որ բժիշկն է, հա, թելադրել մեզ։ Եվ բուժառուին մոտենալը մի քիչ շատ լարված էինք լինում, շատ դու քիչ այդ ամեն ինչ պրակտիկան իրեն ասեց, իհարկե պրակտիկան իրեն ասեց, մեզ օգնեցին, մենք ունենք բաժանմունքում մեծահասակ բուժքույրեր, որոնք մեզ ամեն ինչ սովորեցրեցին, որ այսօր մենք բուժքույր ենք ու մենք իրանց հետ հավասար աշխատում ենք եւ մեր բուժառուների հետ կողքին ենք։ Արտուր, գիտես, ինձ թվում է, որ հիվանդները, հա, այսինքն մենք ենք լինում, չէ, շատ անգամ հիվանդանոցներում, բուժքույրերին ավելի շատ ենք սիրում, որովհետև բժիշկը կարծես ինչ-որ մի անհասանելի մեկն է, ով օրվա մեջ մեկ անգամ կարող է ուղղակի մտնել զնել, բայց ու անընդհատ բուժքույրերի հետ ես, քո հոգսն ես ասում, անգամ եթե ինչ-որ մտահոգություններ ունես կամ անհանգստություններ ունես, միշտ ավելի շատ մոտ ես բուժքույրերի հետ։ Այդպես պիտի լինի, թե բուժքույրերն են իրենք հավելյալ ջանք են տրամադրում։ Հիմնականում բուժքույրն է աշխատում բուժառուի հետ, ճիշտ է, բժիշկը նշանակում է իր նշանակումներն անում է, իր հետազոտությունն անում է, բժիշկը գնահատում է այդ օրվա հիվանդի վիճակը, իհարկե դա ամեն ինչ համախմբված է լինում եւ մնացած գործը կատարում է բուժքույրը։ Բնականաբար պետք է կատարենք բժշկի նշանակումները, երբ որ բուժառուն ունենում է ինչ-որ խնդիր, ինչ-որ անհանգստացնող ինչ-որ բան, մենք անպայման դիմում ենք բժշկին, որովհետեւ բժիշկն է իրան բուժողը, բժիշկը եւ մեզ տալիս է ճիշտ ուղղություն եւ ցուցումները եւ մենք կատարում ենք էլի։ Ռեբեկա, մենք չլսեցինք ձեր առաջին օրվա մասին։ Ինչ տպավորություններ կան, ինչ հիշողություններ կան առաջին աշխատանքային օրվանից։ Առաջին աշխատանքային օրս անցել է նույնպես բանկական բաժանմունքում։ Շատ լարված էր, բայց քանի որ ունենք պրոֆեսիոնալ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր ամեն ջանք չեն խնայում իրենց փորձով, շատ լարված է անցել, հետո որ տեսնում էի բալիկներին իրենց այդ վիճակը, մի տեսակ խղճի խայճ կա, չէ, որ դու էլ կարելի պետք է երևի բուժքույրը հաղթահարի, որ անընդհատ արդեն
այդ կարեկցանքի գերադրական դոզա է դառնում, այ ինչպես է կարողանում ինքները ձեզ այդ կապվածության մեջ չմտնելու, որովհետև կարծում եմ դա շատ կարևոր է, որ դու սահմանը պահես բժշկի եւ պացիենտի, որտեղ երբ որ ամբողջապես քանդվում է սահմանը, մի տեսակ հարազատանում ես, հետո ավելի դժվար է լինում, տրավմաներ ես ունենում, այ ոնց է այդ սահմանը գծում։ Գնում տուն ու չեք մտածում այլևս այդ երեխաների մասին։ Այդպես չի լինում, ճիշտ է, այդպես պետք է լինի, պետք է շատ Չպիտի այդպես լինի, բայց չենք կարողանում, որովհետև մենք շատ երկար ենք իրենց հետ աշխատում։ Մեր քիմիոթերապիայի բուժումները, հա, քիչ շատ երկար է լինում, շատ ենք շփվում հիվանդների հետ, շատ երկար ժամանակ ենք իրենց հետ անցկացնում ու չես կարողանում, երբ որ գնում ես տուն, էլի մտածում ես իրենց մասին, հա, զանգում են գոլեգային, հարցնում են ոնց եղավ եւ այլն, չենք կարող։ Այդ ինչքան էլ ասում ենք, որ պետք չի եւ այլն, բայց չենք կարողանում։ Մենք հոգեպես այն որ ամեն րոպե իհարկե իրանց հետ ենք լինում մտքերով Այն որ դուք երկար տարիների փորձ ունեք, դա անխոս, բայց միգուցե ժամանակին համընթաց, նոր մեթոդներին համընթաց, արդյոք անցնում եք որևիցե դասընթացներ, որպեսզի մակարդակը ավելի բարձրանա ձեր ունակության կարողությունների։ Յուլիա Narodnաբանության և Ռուսկաբանության կենտրոնում մենք մշակել ենք քույրական կրթական ծրագիր, որի ժամանակ կազմակերպենք ամեն շաբաթյա սեմինար հանդիպումներ կենտրոնի բուժքույրերի հետ, փորձի փոխանակում ենք անում ավագ սերնդի բժիշկների բուժքույրերի հետ, այո, եւ փորձում ենք սեմինար հանդիպումների միջոցով ել ավելի զարգացնենք մեր փորձը գիտելիքներ։ Ինչպես է այդ օրգանիկ անցումը լինում։ Դուք երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ եք, բայց օրինակ 20 տարի առաջ, երբ հիվանդանոցային որևէ դեպք է լինում, բուժքույրերը հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներն են, ավելի տարիքով ներկայացուցիչներն են։ Այ հետաքրքրությունը այսօրվա երիտասարդների շրջանում բուժքույր լինելու մեծ է, շատացել է, նկատում եք այդ միտումը բուժքույր լինելու։ Այո, իհարկե շատացել են, քանի որ նաև հիվանդությունն է շատացել։ Ցավոք, այո, բուժքույրության մասնագիտությունը մի փոքր ավելի շատերն են ընտրում այդ մասնագիտությունը։ Քույրական գործ, այո, քույրական գործ, քույրական խնամք, օրինակ այդ վերապատրաստումները, որ լինում է, մեզ մոտ ամեն շաբաթ պարտադիր դասընթացներ, վերապատրաստումներ, մեր հիվանդները, երբ որ ստանում են հիմնականում քիմիոթերապիա, իրենք ունենում են պորտ կաթետրներ, ունենում են կենտրոնական կաթետրներ, դրանց մշակումն ենք, դրանց մշակումը դա հենց մեր քույրական գործի մեջ է մտնում եւ քանի որ վերապատրաստվում ենք ու ավելի շատ գիտելիքներ ենք ձեռք բերում եւ ավելի ստերիլ, որպեսզի բուժարուին մոտիկանանք ստերիլ վիճակում կատարել աշխատանքը ճիշտ, որպեսզի այդ բուժումը ընթանա ավելի ճիշտ եւ այնպես որ դուք ասում եք, այնպես ես ուրախանում եմ, լցվում եմ հավատով, որովհետեւ 25 տարի առաջ երբ մտնում էիր որևէ բուժ հաստատություն, ժամը 6-ից հետո բուժքույրը դառնում էր գլխավոր բժիշկ։ Ես մի անգամից ինչ որ հարց որ լինում էր, նա էր ասում, նա էր գնում, նա էր սաստում, բայց երբ բժիշկը տեղում էր, նա սովորական իր գործն էր անում։ Հենց գլխավոր բժիշկը գնում է, նա դառնում է գլխավոր բժիշկը։ Հիմա էլ է այդպես։ Հա? Ես վստահ եմ, որ ձեզ մոտ այդպես չի։ Այնպես է, որ չէ, իհարկե մենք բուժքույր ենք, մենք լինում ենք մեր բուժքույրի դիրքում, իհարկե։ Բայց չմոռանանք, որ ոչ մի բժիշկ առանց բուժքույրի չի կարող լինել այն բժիշկը, որ նա կա այս պահին։ Չմոռանանք այդ մասին, դա շատ կարևոր է։ Լավ, եկեք նաև մի փոքր խոսենք, եթե ինչ-որ մի ստատիստիկ տվյալներ ունեք։ Օրինակ հիմա նույն այդ քիմիոթերապիան, ինչ մակարդակի վրա է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ տեսակ հիվանդությունները շատ ավելի տարածված են, ինչպես մենք ենք նկատում երեխաների մեջ, թե մեծահասակների մեջ, եւ բուժողները, այսինքն բուժվածները տարեց տարի ավելի շատանում է տոկոսային հարաբերակցությամբ։ Այո, իհարկե, բուժվածները շատ նախ հիվանդությունը ավելի շատացել է։ Շատացել է։ Այո, բուժումը կատարվում է, քիմիոթերապիայի բաժանմունքում է կատարվում, բայց այո, շատ են բուժվում, բուժառուները շատ կան, բուժվում են, գնում են իրենց առօրյա կյանքով ապրում են, ավելի շատացել է, ու քանի որ այս ամեն ինչ այս տեխնոլոգիական, այս զարգացումները եւ այլն շատ ավելի հասանելի են դարձել ու հիվանդները ավելի շատ առողջանում են, ավելի շատ արդյունք ենք ունենում առողջության
Շատ լավ է, որ շատ են ավելի շատ առողջացողները դա։ Քանի որ մայիս ամիսն է, ես հիմա մի օրինակ եմ ուզում բերել իմ ընտանիքից, որ կոնկրետ կապ ունի բուժքույրերի հետ եւ հետո հարց պետք է տամ բնականաբար։ Հայրենական պատերազմի ժամանակ հորս պապը վիրավորվում է եւ հետաքրքիր է որ նման բան 1000-ից 1 է լինում երբ որ արկը նետվում է եւ միտեղ որ ընկավ երկրորդ անգամ արկը այդտեղ չի նետվում նրանք գնում են այդ իբրև խրամատ պահկվելու այդտեղ երկրորդ անգամ արկը ընկնում է այդտեղ վիրավորվում է հորս պապը եւ նրան գրեթե անգիտակից տանում են բուժում են եւ երբ որ նրան փրկում են վերադարձնում են կյանք մի շատ բարեհամբույր եւ հոգատար բուժքույր է լինում նրան խնամողը հորս պապը հարցնում է ասում է ինչպես է քո անունը ասում է Ֆրիդա ասում է այ հիշիր երբ որ ես լավանամ եւ գնամ Հայաստան ես աղջիկ եմ ունենալու եւ նրա անունը դնելու եմ քո պատվին Ֆրիդա ես հիմա ունեմ հորաքույր տատիկ գծիկ Ֆրիդա հորաքույրը որ բուժքրոջ անունով է դառնում հիմա դուք կապվում եք հետո ձեր արդեն բուժված պացիենտների հետ ընկերություն անում եք դրանց հետ կամ կա մի պատմություն որ ձեր անունով եք կոչված օրինակ Շատ դեպքեր ճիշտ ասած լինում են, անգամ լինում են, հա, երբ որ տղամարդը մեզ մոտ բուժում է, կինը եղել է այդպիսի դեպք, դրա համար եմ ասում, կինը հղի է եղել, հա, միշտ ամեն անգամ երկու անգամ հանդիպել է, հա, ինձ այդ դեպքը բժիշկի անունով են կոչել իրենց երեխային, մյուսը կոչել է բուժքրոջ անունով, այդպես լինում է, այո, իհարկե։ Այսինքն պատկերն է այդ մարդիկ ինչ տպավորություն են թողել այդ ընտանիքի վրա, որ պատրաստ ես քո զավակին կամ քանի որ ինքը առողջացել է, քանի որ ինքը երկար ժամանակ է անցկացրել տվյալ հաստատությունում, այո, դրա համար այդ տպավորությունը, հա, ուզեցել է որ իր երեխայի անունը, որովհետև իրեն բուժել է, այդ բժիշկը իրեն բուժել է, իր փրկել է, հա, կյանք է տվել, ոնց որ ինքն էլ տալիս է այդ անունը։ Ռեբեկա, ձեր պարագայում պիտի որ երեխաներ են սկզբից, հետո պիտի դառնան պատանիներ կամ պատանիներ են հետո երիտասարդներ, այս ընթացքում նրանց մեծանալը դուք տեսնում եք, հետո կապի մեջ եք լինում իրար հետ, կան նման մարդիկ։ Այո, փոքր հասակից, որ մեզ մոտ են լինում, այդ կապը պահում ենք մինչև այսօր դեռ անգամ որ գալիս են հաճախակի ստուգումների, այդ ջերմությունը, հարազատությունը արդեն ոնց որ Ժամանակ առ ժամանակ փոքրիկներ երբ որ մեծանում են, ժամանակ առ ժամանակ իրենք հետազոտվում են, հա, այդ ժամանակ իրենք ամեն անգամ մենք հանդիպում ենք, մեր առողջացած հիվանդներն էլ որ դուրս են գրվում, հետո մի տարի հետո գալիս են մի հատ էլ sense հետազոտմամբ, այդ ժամանակ արդեն իրենք sense մազերով շատ ժամանակ չենք ճանաչում, իրենք որ խոսում են, այդ խոսալուց այդ իրենց հայացքից հասկանում ենք, որ ինքնա շատ ուրախանում ենք, շատ ջերմորեն ընդունում ենք։ Ձեր գործը շատ դժվար է, որովհետև այդ կարեկցանքի էլեմենտը շատ ու շատ է, կարծում եմ անսպառ է բուժքույրերի մոտ այդ կարեկցելու պահը, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում, քանի որ նախ պատե առիթն է, երկրորդը մասնագիտական օր է այսօր ձեզ համար, շնորհավորում ենք կրկին բուժքույրերի համաշխարհային օրը եւ աշխարհի բոլոր բուժքույրերից շնորհակալություն ենք հայտնում, որ նրանք փրկում են կյանքեր, սա ամենակարևորն է, նաեւ իրենց դրական էներգիայով մարդուն հանում են ստրեսից կամ պակասեցնում են ստրեսը, ինչպես որ բժշկուհին նշեց։ Մեր տաղավարում էին Յոլյան Արոնաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի ստացիոնար բաժանմունքի բուժքույր Ալեքսիա Հակոբյանը եւ մանկական արոնաբանության բաժանմունքի բուժքույր Ռեբեկա Մանուկյանը։ Շնորհակալություն զրույցի համար։